Երեկ Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարած այցից առաջ, այցի ընթացքում եւ այցից հետո ոստիկանությունում հայտնված բոլոր 110 անձինք ազատ են արձակվել։ 109-ի դեպքում կազմվել է վարչական իրավախախտումների մասին արձանագրություն, որը ենթադրում է տուգանքներ։ Քաղաքացիներից մեկն ըստ պաշտոնական հաղորդագրության անչափահաս է։ Տուգանքների չափերը հաշվի առնելով ստացվում է, որ Հայաստանի ինքնիշխանության մասին հրապարակային պնդումներ հնչեցրած քաղաքացիները ըստ ոստիկանության հաշվարկների եւ ակնկալիքների Պուտինի այցի հետևանքով պիտի պետբյուջե վճարեն մոտ 7 միլիոն դրամ։ Ոստիկանությունը տուգանքների մասին արձանագրությունները դեռ պետք է ուղարկի դատարան։ Նախկին բողոքի ակցիաների հետևանքով ներկայումս վարչական դատարանում շուրջ 100 քաղաքացի հակընդդեմ հայցեր է ներկայացնում նկատի ունենալով ամիսներ առաջ ընդդեմ ոստիկանության կայացրած վճիռը Լևոն Բարսեղյանի գործով։ Մոտ 5 ամիս առաջ վարչական դատարանը բավարարել էր Լևոն Բարսեղյանի հայցը, ճանաչել Լևոն Բարսեղյանի կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, խաղաղ հավաքների ազատության, ազատ տեղաշարժի, անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը եւ ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները։ Երեկվա տեղի ունեցածը ամբողջությամբ նման է եւ բովանդակությամբ եւ առարկայով 11 թվականին սեպտեմբերի 21-ին ինձ ոստիկանություն էլի կենտրոն բաժին պերման ենթարկելու դեպքի հետ երկի էինք պատրաստվում ելնել ընդդեմ ռուսական զորքի եւ օտարդարաշների մասնակցության մեր անկախության շքերթին։ Ինձ եւ էլի մեկ հոգու պերման ենթարկեցին ոստիկանություն առանց որևէ հիմքի դատարանը որոշեց, որ ոստիկանությունը իսկապես խախտել է այդ 3 հիմնարար սահմանադրական իրավունքները։ Ինչ էինք արել մենք, եռագույն էինք բարձել եւ կոչել էինք ազատ անկախ Հայաստան։ Ահա այսքանը։ Հիմա երբ դա համեմատում ենք երեկվա տեղի ունեցածի հետ, ավելի զարգացած բազմակի համանմանությամբ տեղի ունեցած զանցանքները ոստիկանության կողմից։ Նկատի ունենալով այս նախադեպը Լևոն Բարսեղյանը տեղեկացրեց, որ բացի իրենից մի շարք այլ քաղաքացիներ, որոնք երեք ապօրինի զրկվել են ազատությունից ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով զանգվածային հայցեր են ներկայացնելու դատարան ընդդեմ ոստիկանության։ 110 դատական գործը ուղղակի կապված է հարելու է վարչական դատարան։ Իմ գործով ընդդեմ ոստիկանության կայացված վճռի մեջ իհարկե բերված էին մարդու իրավունքների եվրոպական դատարանում համանման գործերով նախադեպային օրինակներ եւ վարչական դատարանի դատավորները բոլորը շատ լավ գիտեն, որ նման նախադեպեր մարդու իրավունքների եվրոպական դատարանում կան որոշումների կայացված վճռների նախադեպեր կան։ Սրանով իրենք իսկապես լուրջ բարդության առաջ են կանգնելու, ստիպված կլինեն որոշումներ կայացնել հօգուտ ցուցարարների։ Ոստիկանության դեմ առաջին հայցը խոստանում է ներկայացնել 76-ամյա Էմմա Սահակյանը։ Տարեց կնոջը 3 նախքան Պուտինի այցը Բաղրամյան 26 հասցեից բերման են ենթարկել ոստիկանության արաբկիրի բաժին։ Էմմա Սահակյանը 1.5 տարի է իր սեփականության իրավունքի վերականգնման պահանջով նստացույց է անցկացնում Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց։ 3 սակայն 76-ամյա քաղաքացուն ոստիկանները բռնի ուժով տարել են բաժին։ Փոխոստիկանապետներ արաբկիրի տարածքը ասեց ինչա զերծում են անում վնասազերծ։ Հա, երևույթը շատ հետաքրքիր էր։ Այդ ասելուց հետո հայտարարեցին, որ ռումբա դրված է այստեղ։ Ով ասեց։ Արաբկիրի փոխոստիկանապետ ասեց այստեղ ռումբա դրված։ Նա ով ասում էր, որ բան կանենք տարածքը։ Եվ ասեց, պիտի բոլորը ազատեն։ Ես իհարկե չհնազանդվեցի։ Մեկը մի թևիցս բռնեց, մեկը մի թևիցս բռնեց, այստեղից ինձ։ Հարկադրաբար տարան։ Հիմա ավելի շատ եմ զգում այդ ցավը, թևերիս մկաններն են ուժեղ ցավում, որ պաշտպանվել եմ։